Իլհամ Ալիևի հանցանքի հետքն ու հայտարարությունները։ Երևանը չպետք է լռի։ Անցնող շաբաթ այցելելով օկուպացված Արցախ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օկուպացված Մատաղիսում այսպես կոչված վերաբնակիչների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եռյակը կարգավորման գործընթացում աջակցում էր Հայաստանին, Ադրբեջանին, հորդորում էր համակերպվել տարածքների կորստի հետ։ Ըստ Ալիևի, համանախագահներից երեքն էլ տարբեր բնույթի աջակցություն են ցուցաբերում Երևանին։ Ալիևի հայտարարություններն իհարկե քարոզչական են, ցույց տալու համար, թե որքան խիզախ է ինքը, որ դուրս է եկել փաստորեն համանախագահ երեք երկրների միջուկային երեք տերությունների դեմ։ Ըստ էության, Իլհամ Ալիևը թերևս լավ է պատկերացնում, որ չնայած իր հերոսական կերպարի կերտմանը, երկաթե բռունցքի արձաներն այս ու այն կողմ տնկտնկելուն և ճոճելուն, ադրբեջանական հանրությունն էլ անշուշտ քաջ գիտակցում է, Ադրբեջանն Արցախի դեմ ագրեսիայում հաջողություն չէր ունենա, եթե չունենար Թուրքիայի, Իսրայելի և Պակիստանի ակտիվ աջակցությունը։ Արցախի դեմ ագրեսիան ռազմական պլանավորման և անմիջական հրամանատարության ու հրամանադրմանն է ենթարկվել թուրքական գեներալակազմի կողմից։ Պատերազմի օրերին Ադրբեջանի գլխավոր շտաբն ըստ էության կրում էր ցուցանակության բնույթ և պատերազմը կառավարում էր ամբողջապես թուրքական բանակի հրամակազմը։ Ադրբեջանական հանրությունը դա լավ գիտե, ըստ այդմ գիտե, որ այսպես կոչված հաղթանակի վաստակը ոչ թե Իլհամ Ալիևն է, այլ վերը նշված եռյակին է։ Ավելին, դրա մասին անգամ Էրդողանն է պարբերաբար հայտարարում, ինչին անմիջապես հետևում են Ալիևի հերքումները, թեև ինքնին փաստ է, որ Ալիևը Արցախյան երրորդ պատերազմից հետո Բաքվում կազմակերպված շքերթի ընթացքում ամբիոնին հաշվետվություն էր ներկայացնում Էրդողանին, խոսում էր ամեն ինչի մասին։ Եվ ահա Իլհամ Ալիևը պարբերաբար փորձում է համոզել ադրբեջանական հանրությանը, որ Հայաստանն էլ մենակ չէր, որ Երևանն էլ աջակցում էր Մինսկի խմբի համանախագահության եռյակը։ Իրականում, եթե Մինսկի խմբի համանախագահության եռյակն աջակցեր Հայաստանին, ապա Ադրբեջանը ոչ միայն չէր կարող դիմել 2020 թվականի ագրեսիային, այլ 2014-ից 15 թվականներից չէր կարող սկսել ըստ էության սողացող պատերազմ Արցախի ու Հայաստանի դեմ։ Պարզապես այստեղ պատկերը իհարկե բազմաշերտ է։ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատը ապահովում էր աշխարհաքաղաքական ուժային բալանսը Կովկասում, հետխորհրդային ժամանակաշրջանում։ Միջազգային իրողությունների փոփոխության հետ մեկտեղ սկսեց փոխվել եռյակի ներսում հարաբերությունների մթնոլորտն ու տրամաբանությունը, վերածվելով աշխարհաքաղաքական ակտիվ դիմակայության։ Հենց այդ հանգամանքը թույլ տվեց Ադրբեջանին օգտվել իրավիճակից և անցում կատարել այսպես ասած ռազմատենչ դիվանագիտությանը։ Հարցը սակայն տվյալ պարագայում այն է, որ այսօր եռյակը դե ֆակտո գոյություն չունի, չի աշխատում։ Ավելին, կարծես թե չկա աշխատանքի վերականգնման որևէ իրատեսական հեռանկար։ Սակայն Իլհամ Ալիևը կռիվ է անում Մինսկի խմբի համանախագահության դեմ։ Դրա պատճառը միակ քարոզչականը չէ։ Եթե լիներ այդպես, Ադրբեջանի նախագահը Հայաստանի առաջ չէր դնի Մինսկի խմբի լուծարման պայմանը, ինչպես բնորոշել եմ դեռևս 2021 թվականից։ Մինսկի խմբի համանախագահությունը Արցախի ու Հայաստանի հանդեպ Իլհամ Ալիևի հանցանքի հետքն է, հետևաբար քաղաքական մղձավանջը։ Ադրբեջանի նախագահը փորձում է ազատվել դրանից, բայց Իլհամ Ալիևի այդ հայտարարություններն ունեն նաև այլ տողատակ։ Հայտարարելով, թե Մինսկի խմբի համանախագահները ամեն մեկը յուրովի աջակցել է Հայաստանին, Իլհամ Ալիևն ըստ էության փորձում է ամրացնել այդ ձևաչափը, լուծարելու իր դիրքորոշմանը և Հայաստանի հանդեպ եղած պահանջի հողը։ Հետևաբար, նրա այդ հայտարարությունները Հայաստանը չպետք է մատնի լռության, այլապես կստացվի, որ Ալիևն իրավացի է։ Մինսկի խմբի համանախագահությունը եղել է կողմնակալ, հետևաբար մի կողմից անվստահելի է դրա աշխատանքի ամբողջ հետագիծը, մյուս կողմից անընդունելի է դրա նույնիսկ դե յուրե գոյությունը։ Այս տրամաբանությունն է փորձում առաջ մղել Ադրբեջանի նախագահը։ Հետևաբար Երևանը չպետք է լռի։ Երբ նա հայտարարում է, թե համանախագահներն աջակցում էին Հայաստանին, չի եղել աջակցություն Հայաստանին։ Հետևաբար այդ իմաստով համանախագահները չեն եղել կողմնակալ։ Ավելին, երբ 2014 թվականին Ադրբեջանը ակնհայտորեն ռազմատենչ գործողություններ էր ծավալում սահմանին և շփման գծում, համանախագահները հասցեական չէին դատապարտում Բաքվին և պահում էին հավասարության նշանը։